Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումները շարունակվում են։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտում են, որ մեկնել է 18 վագոնից բաղկացած գնացք, որը բեռնված է 979 տոննա վառելիքով։ Բեռը Հայաստան կհասցվի Վրաստանի տարածքով։ Նշեմ, որ հունվարի 9-ին Բիլաջարի կայարանից Հայաստան է առաքվել ևս 2698 տոննա բեռ, այդ թվում 1742 տոննա բենզին և 956 տոննա դիզվառելիք։ Ավելի վաղ դեկտեմբերի 18-ին Հայաստան էր առաքվել 1220 տոննա վառելիք։ Իրանի հայ համայնքի հետ կապ հաստատել չի հաջողվում, ինչն անհանգստացնող է։ Այս մասին հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Զարե Սիրանյանն ասել է, որ ուրբաթ օրվանից, երբ ցույցերն ավելի են սրվել, տեղեկություն չունեն, շարունակելու են ջանքերը Իրանի հայերի հետ կապ հաստատելու ուղղությամբ։ Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու։ Նման դեպք, երբ որ եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում, եթե հիշում եք Իսրայելի եւ Իրանի միջեւ, եթե չեմ սխալվում, մայիս ամսին էր, մենք սկսեցինք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում եւ այնտեղ սահմանը անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք ինֆորմացիան սկսում ստանալ, երևի նույն բանը հիմա պետք է այսօրվանից սկսենք անել այնտեղ, որովհետեւ այլապես բնական է այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում։ Չունենք բավական տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 23 թվականին, երբ որ սկսվեց Համաս-Իսրայել առճակատումը, ռազմական վերջին փուլը, մենք ռազմական գործողությունների առաջին 10 օրվա ընթացքում մեր հայրենակիցների մի մեծ խմբի տարանեցինք Իսրայելից եւ մեր ջանքերով էր դա մենք էինք պնդում, որ դա տեղի ունենա, հենց որ տեսնենք, որ համապատասխան տեղեկություն ունենք Իրանի մեր հայրենակիցների հետ կապված, որը մեզ հնարավորություն է տալիս այս պնդումն անել կառավարությունում, իհարկե դա կանենք, բայց այս պահին մենք իրոք շատ անհանգստացած ենք, որտեղ ուրբաթ օրվանից, իսկ ուրբաթ օրը իրականում այդ այս բախումների փուլի ամենասուր մասի սկիզբն էր։ Այո, իհարկե ցույցերը արդեն 12 օր են տևում, 13 օր, բայց ուրբաթ օրվանից սրվել է ամեն ինչ եւ կուզեի պատասխանել, ինձ էլ է շատ անհանգստացնում դա։ Դե ասացի ձեզ, տեսեք, հիմա եթե մեկ մոտ Starlink լինի, կարողանանք կապնվել, ասում են Իրանում ոմանք Starlink ունեն, կուզենք այդ ձևով կապնվել, հասկանալ ինչ է տեղի ունենում, այլապես ես համոզված եմ, որ հիմա հոսք կլինի Իրանից, նույնիսկ բնականon հոսք, ոչ թե պայմանավորված է սանկայունությունով, միշտ կա, Մեղրի սահմանում անցնողներ կան, մենք անցյալ անգամ այդպես արեցինք Իսրայելի հետ առճակատման օրերին, մայիս ամսին, Մեղրիում մարդ գտանք, որը պատրաստ էր մեզ տեղեկացնել, էլի մեր պետական մարմիններից, որը կարող էր մեզ տեղեկացնել, թե ով է ներս գալիս եւ որոշ այսպես հարցախույզ անցկացնել, թե ինչ է տեղի ունենում տեղում, որպեսզի այդ ձևով գոնե կարողանանք տեղեկացված լինել։ Մինչեւ որ վերականգնվի ինտերնետային կապը, հեռախոսակապը եւ այլն։ Գիտեք, այս պայմաններում իրատեսական չի մասնագիտական խումբ ուղարկել կամ որևէ այլ խումբ ուղարկել, որովհետեւ եթե մեզ համար պատկերն անհասկանալի է, չենք իմանա ուր ենք ուղարկում, այսինքն ինչ պայմաններ ենք ուղարկում, ինչ խումբ է պետք ուղարկել։ Ես դրան համոզված եմ, որ արդարացիորեն նաև մյուս մեր գերատեսչությունները դեմ կլինեն, անվտանգայինները։ Մի հատ հասկանանք, գոնե մոտավոր այսպես պատկերացում ունենանք, թե ինչ է տեղի ունենում մանավանդ հայաշատ քաղաքներում, հիմնականում երկուսն են, եւ ըստ այդմ կողմնորոշվենք մեր հաջորդ անելիքները։ Իսկ Իրանում կրքերը չեն հանդարտվում, ցույցերը շարունակվում են, կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, երկրում երրորդյա սուք է։ Ավելի վաղ նախագահ Փեզեշքյանը հայտարարել էր, որ ահաբեկիչներ են բերվել երկիր արտասահմանից, նրանք մզկիթներ են այրում, մարդկանց են սպանում, որոշներին էլ գլխատում։ Այս մարդիկ այս երկրում տեղ չունեն, նրանք, ովքեր իսկապես երկրի մասն են կազմում, կարող են արտահայտել իրենց բողոքը, մենք կլսենք նրանց, կքննարկենք նրանց պահանջներն ու կլուծենք խնդիրները, բայց տեղում անմեղ մարդկանց սպանելը, հրդեհելը եւ բռնի ոչնչացնելն անընդունելի է, ասել էր Փեզեշքյանը։
ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալության կողմից կիրակի օրը կազմված տվյալների համաձայն Իրանում զանգվածային բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 544-ի։ Ըստ տվյալ կազմակերպության ձերբակալվել է առնվազն 10,681 մարդ։ Ակտիվիստների տվյալներով բողոքի ցույցեր են տեղի ունեցել երկրի 585 վայրերում, 186 քաղաքներում, որոնք ընդգրկում են բոլոր 31 նահանգները։ ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալության տվյալները հիմնված են երկրի ներսում եւ դրսում գործող ակտիվիստների աշխատանքի վրա։ Իրանի կառավարությունը չի տրամադրել շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը։ Նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ կարծես թե Իրանը հատել է վարչակազմի կարմիր գիծը եւ ԱՄՆ զինված ուժերը իրենց տրամադրության տակ ունեն ուժեղ տարբերակներ։ Թրամփը բազմիցս զգուշացրել է Թեհրանին ուժի կիրառման դեմ բողոքի ցույցերը ճնշելու համար։ Շաբաթ օրը Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր. «Իրանը նայում է ազատության, գուցե ինչպես երբեք, ԱՄՆ-ն պատրաստ է օգնել»։ Թեհրանում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ երկրում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է։ Բողոքի ցույցերը տարածվել են ամբողջ երկրում դեկտեմբերի վերջից։ Առաջին երթերը տեղի են ունեցել Թեհրանի կենտրոնում, որի մասնակիցները բողոքում էին գնաճի եւ ազգային արժույթի ռիալի անկման դեմ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ սարսափած է Իրանի իշխանությունների կողմից ցուցարարների դեմ չափազանց մեծ ուժի կիրառման մասին հաղորդագրություններից, որոնք հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան եւ բազմաթիվ վիրավորների։ Բոլոր իրանցիները պետք է հնարավորություն ունենան խաղաղ եւ առանց վախի արտահայտել իրենց դժգոհությունը, հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը եւ Իրանի իշխանություններին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն, զերծ մնալ ուժի անտեղի կամ համաչափ կիրառումից։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև պնդել է, որ Թեհրանը պետք է միջոցներ ձեռնարկի տեղեկատվության հասանելիությունն ապահովելու համար, այդ թվում նաև կապի վերականգնումը։ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան նույնպես աջակցություն է հայտնել ցուցարարներին։ Ըստ նրա, Եվրոպան նույնպես պետք է գիտակցի իր պարտավորվածությունը ստեղծված իրավիճակում եւ գործի։ Իրանն ազատ կլինի, ընդգծել է Եվրախորհրդարանի նախագահը։ Հալեպում վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը 129-ի։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության վարչության լրատվական գրասենյակի տնօրեն Մունիր Ալ-Մուհամմադը։ Սիրիական բանակը հայտարարել է Հալեպի Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե թաղամասերում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման եւ բնակիչների անվտանգ վերադարձի ապահովման մասին։ Հայտարարության համաձայն Շեյխ Մաքսուդ թաղամասը լիովին մաքրվել է քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի դիրքերում առկա ականներից եւ պայթուցիկ նյութերից։ Թաղամասում գտնվող զինյալները տեղափոխվել են Սիրիայի հյուսիս-արևելք։ Աֆրինի շրջանի վարչակազմը հայտարարել է Հալեպի Աշրաֆիե թաղամասի բնակիչների առաջին խմբի վերադարձի մասին։ Հալեպի նահանգապետարանի տվյալներով Շեյխ Մաքսուդը, Աշրաֆիե, Բանի Զեյդ եւ շրջակա թաղամասերը լքել էին մոտ 140,000 մարդ, որոնց մեծ մասը ուղևորվել էր դեպի Աֆրին քաղաք։ Եվ այսպես արտգործ նախարարը հունվարի 13-ից 14-ն աշխատանքային այցով կլինի Միացյալ Նահանգներում։ Այցի ծրագրում ներառված է հանդիպում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է TRIP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտն էր հայտնել, որ հունվարի 13-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհանդիպի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ 2025-ի դեկտեմբերի կեսից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին եւ հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել։ Այս մասին Facebook-յան տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իդեպ 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաեւ դիզվառելիք եւ դիզվառելիքի նվազագույն գինը շուկայում արդեն այս ընթացքում նվազել է 2%-ով։ 2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին եւ հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել։ Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին եւ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, այսինքն որ շուկայում հնարավոր է ձեռք բերել, նվազել է 15%-ով
եւ նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է։ Իդեպ 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան են ներմուծվել նաև դիզվառելիք եւ դիզվառելիքի գինը արդեն այս ընթացքում նվազել է, նվազագույն գինը շուկայում նվազել է 2%-ով, նաև ռեգուլյար բենզինի գինն է նվազել դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8%-ով, այսինքն եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է։ Այս ամենը խաղաղության օրակարգի եւ խաղաղության արդյունքներն են եւ խաղաղության օգուտները, ինչպես ընդունված է ասել։ Իհարկե պետք է նաեւ ընդունել, որ այս ընթացքում Ադրբեջանում էլ, Հայաստանում էլ քննադատություն կա։ Հայաստանում ասում են, որ բենզին եք գնում եւ փողերը ուղարկում եք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա։ Ադրբեջանում ասում են, որ բենզինը եւ դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերը եւ զինտեխնիկան լիցքավորեն եւ հարձակվեն Ադրբեջանի վրա։ Պետք է արձանագրել, որ երկու մտահոգությունն էլ տեղին չեն, որովհետեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն է հաստատված, այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ եւ այդ մտահոգությունները պարզապես տեղ չունեն եւ պետք է արձանագրել նաեւ, որ նման մտայնությունները գոնե Հայաստանում հրահրում քաջալերում են այն ընկերությունները եւ շրջանակները, ովքեր նաև դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել եւ նրանք հիմա պարզապես ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից դուժելու են, ենթադրում եմ, այդ մոնոպոլիաները, որոնք փաստացի եւ վերջնականապես վերանալու են եւ օգտվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ սա խաղաղություն է եւ մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք եւ խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը եւ ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետությունը անում է։ Շարունակենք, Միքայել arczepiskopos Աջապահյանը հետվիրահատական բուժման ընթացքի մեջ է եւ առողջական վիճակից ելնելով չի կարողացել մասնակցել այսօրվա դատական նիստին։ Այս մասին հայտարարություն է տարածել Սրբազանի փաստաբանական խումբը։ Հիշեցնեմ, նա դեկտեմբերին վիրահատվել էր։ Դատական նիստը դեկտեմբերի 15-ին հետաձգվել էր ազատազրկման դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը պետք է քննվեր 2026-ի հունվարի 13-ին։ Իսրայելի բանակի խոսնակ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ Իսրայելի բանակը մշտապես պատրաստ է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի լույսի ներքո ցանկացած անսպասելի սցենարի։ Այս մասին խոսնակը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։ Վերջին օրերին Իրանում տիրող իրավիճակի մասին բազմաթիվ լուրեր են տարածվել։ Ինչպես նախկինում պարզաբանվել է, Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է պաշտպանության եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է անակնկալ սցենարների։ Իրանում բողոքի ցույցերը ներքին գործ են, նշել է Էֆի Դեֆրինը։ Միևնույն ժամանակ նա կոչ է արել հանրությանը չվստահել չստուգված տեղեկատվության աղբյուրներին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ցուցարարների զանգվածային սպանությունների դեպքում պատրաստ է միջամտել եւ օգնության հասնել իրանցի ժողովրդին։ Թեհրանը ի պատասխան այս հայտարարությունների հայտնել էր, որ պատրաստ է հակահարված տալ Իսրայելին եւ ԱՄՆ ռազմական բազաներին, եթե ենթարկվի հարձակման։ Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման եւ մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվը ըստ իրավապաշտպան խմբերի գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան նաեւ տասնյակ իրավապահներ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ներկա իրադրության շուրջ երկխոսություն է վարում ԱՄՆ նախագահ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ Այս մասին նա ասել է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Արաղչին նաև ասել է, որ Թեհրանում այժմ ուսումնասիրում են Վաշինգտոնից ստացված առաջարկները, սակայն նա չի մանրամասնել դրանց բովանդակությունը։ Նախարարը ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի կարող միաժամանակ երկխոսել Իրանի հետ եւ ճնշում գործադրել նրա վրա։ Նա վստահեցրել է, որ Իրանը
Ադրբեջանը պատրաստ է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողություններին եւ նշել, որ իրանցի զինվորականները ավելի լավ են պատրաստված, քան 2025 թվականի հունիսին Իսրայելի հետ հակամարտության ժամանակ։ Միևնույն ժամանակ Արաքչին հույս է հայտնել, որ ԱՄՆ ղեկավարությունը կընտրի գործողությունների խոհեմ տարբերակ։ ԱՄՆ պետքարտուղարությունը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կառավարման գրեթե 1 տարվա ընթացքում չեղարկել է ավելի քան 100,000 վիզա, այդ թվում 8,000 ուսանողական վիզա։ Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է X սոցիալական հարթակի իր էջում։ Պետքարտուղարությունը չեղարկել է ավելի քան 100,000 վիզա, այդ թվում 8,000 ուսանողական վիզա եւ 2,500 մասնագիտացված վիզա այն անհատների համար, ովքեր ԱՄՆ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվել հանցավոր գործունեության համար։ Մենք կշարունակենք արտաքսել այս հանցագործներին Ամերիկայի անվտանգությունը ապահովելու համար, նշված է հայտարարությունում։ Դոնալդ Թրամփը 2025 թվականի հունվարին ԱՄՆ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո հայտարարել էր, որ երթմնակալությունից առաջ մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր։ Նա խոստացել է դադարեցնել բոլոր անօրինական ներթափանցումները։ Թրամփի խոսքով վերջին շրջանում ոչ մի անօրինական ներգաղթյալ մուտք չի գործել Միացյալ Նահանգներ։ Նախ լավ լուր Հայաստան-Ադրբեջան խաղաղության արդյունքում Բաքուն 4 գերի է հանձնել Հայաստանին։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիվ Խաչատրյանը հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։ Վարչապետի տեղեկացմամբ նախնական զննությամբ մյուսներն առողջական խնդիրներ չունեն, Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ գործընթացն իրականացվել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության գործնական արդյունք, նշվում է հաղորդագրության մեջ։ Իդեպ Հայաստանն էլ սիրիացի 2 վարձկանների, որոնք երևարվել էին պատերազմի ժամանակ եւ ցմահ դատապարտվել Թուրքիայի միջոցով վերադարձրել է Սիրիային։ Ավելի վաղ արտգործնախարարը պատասխանել էր հարցին, արդյոք պետքարտուղարի հետ քննարկվել էր Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցն ու Միացյալ Նահանգների հնարավոր միջնորդությունը։ Արարատ Միրզոյանը դրական պատասխան էր տվել, հայտնել, որ քննարկել են բոլոր խոչընդոտները, որոնք այս պահին չեն համապատասխանում ձևավորվող խաղաղության դրական տենդենսներին։ Ըստ էության մենք քննարկել ենք եւ երկկողմ եւ թրիփի սփխող ուրեմն համագործակցության հեռանկարներ եւ նաեւ քննարկել ենք իհարկե այն հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր ուրեմն չեն համապատասխանում խաղաղության ձևավորվող դրական տենդենսներին եւ համագործակցության տենդենսներին, իհարկե Ադրբեջանում պահվող անձանց հարցը այդ հարցերից մեկն է։ Այսինքն քննարկվել է նաեւ ԱՄՆ-ի որոշակի միջնորդության եւ աջակցության հնարավոր։ Այո, քննարկվել է իմ եւ պետքարտուղարի միջև հանդիպմանը Ադրբեջանում պահվող նաեւ հայ անձանց հարցը։ Ամերիկյան ընկերությունը թրիփի համար պատասխանատու կլինի 49 տարի, հետո եւս 50 տարի։ Հայաստանը կառուցապատման իրավունք է տալու թրիփ ծրագրի համար, բայց որևէ հող Հայաստանից չի օտարվելու։ Այս մասին նախարար Միրզոյանը հայտարարել է պետքարտուղարի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախարարն ասել է, որ առաջին 49 տարում Միացյալ Նահանգները կունենա 74% բաժնեմաս, Հայաստանը 26, եւ եթե կողմերից որևէ մեկը չարարկի երկարաձգելուն, համաձայնությունը կերկարաձգվի եւս 50 տարով։ Երկրորդ շրջանում 50-րդ տարուց արդեն Հայաստանի բաժնեմասը 26%-ից կբարձրանա 49%-ի։ Պատասխանելով նախագծին Թուրքիայի ու Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին, Միրզոյանը նշել է, որ նման հարց չի քննարկվել, քանի որ թրիփը հայ-ամերիկյան համատեղ բիզնես նախագիծ է։ Այդուհանդերձ նրա խոսքով ապաշրջափակման ավելի լայն համատեքստում ակնհայտ է, որ առանց թուրքական կողմի մասնակցության հնարավոր չի լինի ապահովել մեծ լոգիստիկ անցումը, նաև Հայաստանի ապաշրջափակումը։ Դրամաբանական է, որ Թուրքիան դառնա հաղորդակցությունների մաս, բայց ոչ կոնկրետ թրիփի միջոցով, այլ հնարավոր է որպես թրիփի շարունակություն։ Ռուսաստանի մասնակցությունը նախագծին նույնպես չի քննարկվել նույն պատճառներով, սակայն անմիջական կամ հեռավոր հարևանների մասնակցությամբ մեծ ապաշրջափակման համատեքստում մասնակցությունը հնարավոր է։ Իհարկե կան հարցեր, նախկինում էլ այս խոսակցությունը կար, ենթադրում եմ հիմա էլ կլինի,
Իհարկե, ինչպես ցանկացած ընկերություն բաժնեմասեր կարող են օտարվել, վաճառվել, նվիրվել, անջատվել, կազմակերպվել կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն, եւ ուրեմն փաստաթղթում հստակ նշված է, որ այդպիսի զարգացումների դեպքում եւ վերջնական շահույթի սեփականատերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ կառավարության նախորոք համաձայնություն։ Այսինքն չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության։ Դավադրության տեսություններ ենք լսել, մեկնաբանություններ, որ այ հիմա որևէ տոկոս համամասնությամբ կհամաձայնվենք, ուրեմն մի բաժնեմասերը կիսել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, հետո կսկսվի գործունեությունը ընկերության եւ հետո ինչ որ փուլում մի ամիս հետո, մի շաբաթ հետո, մի տարի հետո, 10 տարի հետո մեզնից թաքուն մեր կամքի հակառակ բաժնեմասերի ինչ որ մի մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին։ Հիմա ուրեմն հստակ ամրագրում ենք, որ այդպիսի բան առանց մեր համաձայնության բացառվում է, որ տեղի ունենա։ Հիշեցնեմ, համատեղ հայտարարությունը հրապարակվել է արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումից հետո։ Մարկո Ռուբիոն սոցցանցի էջում անդրադառնալով հայտարարությանը գրել է, որ փաստաթղթի հիմքում 5 ամիս առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահի հովանու ներքո տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովում ստանձնած հանձնառություններն են։ Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժն առևտրի, տարանցման եւ էներգետիկ հոսքերի ասպարեզում, զարգ տալով բարեկեցության ու անվտանգությանը ամբողջ տարածաշրջանում, նշել է պետքարտուղարը։ Կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության համար, վարչապետն է արձագանքել նախորդի համաձայնությանը, նշել, որ սա մի բանաձև է, որը բավարարում է բոլոր կողմերին։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեծ փողեր են ներհոսելու Հայաստանի Հանրապետություն, իսկ հաջորդիվ պետք է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում զարգացում լինի։ Հույս է հայտնել, որ երկխոսության մակարդակով լուծվածը նաև գետնի վրա լուծում կստանա։ Այս ամենը նշանակում է, որ ոչ թե բոլոր հարցերը լուծված են, այլ հարցերի լուծման բանաձևերը որոշված են։ Տեսեք ինչ է կատարվում ամբողջ աշխարհում։ Ըստ էության աշխարհը փոթորկվում է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը եւ մեր տարածաշրջանը այսօր քայլ առնվազն Հայաստան-Ադրբեջան հարցությունում վերածվում կայունության, անվտանգության մի միջավայրի, համագործակցության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է։ Սա շատ մեծ ձեռքբերում է եւ շատ պետք է եւ ընդ որում Եվրամիության Միացյալ Նահանգների աջակցությամբ մենք այս ընթացքում եւ մեր գործընկերների այս ընթացքում մենք երևի քանի անգամ ենք հանդիպել միայն ես մեր դեսպանների հետ եւ տարբեր երկրների ղեկավարների հետ մենք բազմիցս հանդիպել ենք մտքեր ենք փոխանակել քննարկել ենք եւ այլն եւ այդպես շարունակ եւ մենք այսօր հասել ենք այն կետին եւ հիմա արդեն ակնհայտ է որ նաեւ TRIP նախագծի հետ կապված են բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, այդ բոլոր հարցերը ստանում են պատասխաններ, ստացել են պատասխաններ, եւ շատ կարեւոր է, որ մենք ունենք բանաձև, որ լիարժեք բավարարում է եւ պիտի բավարարի Հայաստանին, բնականաբար լիարժեք բավարարում է Միացյալ Նահանգներին, լիարժեք բավարարում է իմ կարծիքով, իհարկե նրանք կարձագանքեն կտեսնենք Ադրբեջանին եւ ըստ էության սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև եւ կայուն խաղաղություն հաստատելու գործին։ Իհարկե եւս մեկ անգամ ուզում եմ մեր գործընկերների ներդրումը ընդգծել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի դերը, որի անձնական հետաքրքրվածությունը եւ անձնական ներգրավվածությունը իհարկե անկասկած ունի եւ ունեցավ վճռորոշ նշանակություն եւ հիմա մեզ արդեն հարկավոր է մտածել հետագա քայլերի մասին, որոնք են հետագա քայլերը։ Հիմա այդ ակնհայտ է, որ դեպի հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ եւ մեծ փողեր եւ դա շատ լավ նորություն է։ Ակնհայտ է թե ինչ գործողություններում եւ ինչպես պետք է ներգրավված լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ, որ այո, Եվրամիության մեր գործընկերների հետ պետք է մանրամասն քննարկենք նաեւ Եվրամիության ներգրավվածության ձևաչափերը եւ կոնկրետ նախագծերը։ Մենք շատ շահագրգռված ենք դրանում։ Գիտեք հիմա տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ մենք պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա եւ մենք հույս ունենք, որ այն process-ները, որոնք տրամաբանորեն եւ քաղաքական երկխոսության մակարդակով լուծվել են,
դրանք նաև գետնի վրա կունենան իրենց արտահայտությունը եւ սա իսկապես նույնիսկ անհավատալի եւ աներևակայելի մի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, ինչը չի նշանակում իհարկե, որ բոլոր հարցերը լուծված են, բայց բոլոր հարցերի լուծման բոլոր բանաձևերը ըստ էության արդեն որոշված են։ Առաջիկայում շատ կարևոր է, որ մենք նախ հայտարարություն այսօրվա կամ երեկվա մի շատ մեծ եւ շատ կարևոր անկյունակար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու ճանապարհին սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում եւ գիտեք նաեւ էլ եկեք արձանագրենք մենք առաջ ենք ընթանում շատ ավելի մեծ տեմպերով քան ի սկզբանե կարող ենք ենթադրել այսօր արդեն Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ քան Հայաստանի եւ միջազգային հանրությունը սպասում էր գուցե նաեւ Ադրբեջանը ես երեք առիթ ունեցա խոսելու տեսեք 2018 թվականից մենք ինչքան ենք աշխատել ինչքան ենք չարչարվել մենաշնորհները հաղթահարելու ուղղությամբ եւ մենք այնպես չի որ այո հաղթահարել ենք մենաշնորհելը եւ շուկաները դե յուրե բաց են եղել բոլորի համար այս ընթացքում այո բենզինի ներկրում էլ է եղել եւ այլն եւ այդպես շարունակ այսինքն ընդլայնվել է շուկան բայց մեզ այդպես էլ չէր հաջողվել այն մենաշնորհները որոնց մի ծայրը Հայաստանում էր մի ծայրը Հայաստանից դուրս մեզ չէր հաջողվել այդ մենաշնորհերի այդ խնդիրները լուծել եւ հիմա մեր բոլորի առաջ շուկա բենզինի եւ դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհելը այդ բանի խաղաթղթերի տնակի նման ուղղակի մեր աչքի առաջ քանդվում են եւ բնականաբար այդ բոլոր ընկերությունները տասնամյակների հիմա վերջին հուսահատ ճիքերն են գործադրում եւ մեծ ներդրումներ են անում հակա արշավ իրենց մենաշնորհային դիրքը հայրենասիրական բանի տակ հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար մինչդեռ երբ որ Հայաստանի սպառողները տասնամյակներով 10 տրիլիոնավոր դրամներ ավել են վճարել այդ ամեն ինչի համար ոչ մեկ բնականաբար այսօր դրա համար բացատրություն ու պատասխան չի ուզում տալ, չնայած ես համոզված եմ, որ Հայաստանում հիմնադրված եւ գործող ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները կաշխատեն համբերատար եւ բոլոր այս հարցերին կտրվի պատասխաններ, բայց ես ուզում եմ ասել, որ դեկտեմբերից մինչեւ այսօր, դեկտեմբերի 25-ից մինչեւ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել այս մի ամսվա ընթացքում։ Ну, ես իհարկե բանով չեմ հաշվել, հիմա չնստեն ասեն, չէ, տասնյակ միլիարդ չի։ 9 միլիարդ 876 միլիոն շատ լավ, թող լինի 9 միլիարդ 876, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում, եւ ես ուզում եմ, գիտեք, ես ուզում եմ բոլորի շնորհավորել այս հանգրվանի առիթով, եւ էլի շատ երեք տեսա տենց էլի բանի բենզինի համար երրաբլուրը մոռացակ, ես մոռացակ, եմ մոռացակ։ Ոչ, այդպես չի, որովհետև ես ասում եմ, որ զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ, դրանից մեծ ուղղակի հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։ Եվ ես դեռ 2021 թվականի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ի ունեցած իմ ելույթում ասել են, որ մեր եղբայրները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնի, եւ Հայաստանի Հանրապետությունը ոտքի է կանգնում, եւ կարող եմ ասել, ինչ է ոտքի կանգնում, ոտքի է կանգնել, որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից, որպես
արժանապատիվ գործընկեր մեր միջազգային գերտերությունների, այդ թվում հետ Հայ Միացյալ Նահանգների հետ մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել, Եվրամիության հետ ռազմավարական երկխոսության ռազմավարական օրակարգն ենք հաստատել։ Թրիփի փաստաթուղթը կարդալով ընդդիմության մտահոգությունները ոչ միայն չեն փարատվել, այլ ավելի են խորացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Պատգամավորը մի քանի դիտարկում է արել։ Ստեղ տեսեք, մի քանի խնդիր է դրված։ Առաջինը իրավական ռեժիմ, ակնհայտ է, որ իրավական ռեժիմը, որը գործելու է այդ ճանապարհի վրա, տարբերվելու է անիրավական ռեժիմից, որը գործում է դիցուկ M1 միջպետական մայրովի վրա։ Այսինքն դա արդեն միջանցք։ Դրա վրա Հայաստան ունի ինքնիշխանության սահմանափակ։ Մյուսը ովքեր են կառավարելու։ Հիմա 26-74-ը 76-24, ինչևէ 1/3 դա կառուցապատման իրավունքին է վերաբերում։ Հիմա front office, back office, ով է ստուգելու, ով է թույլտվությունը տալու։ Ստեղ իհարկե կան խնդիրներ։ Բայց մյուս կողմից իրանական կողմը ունի լուրջ մտավախություններ, որ շինարարության պատրվակի տակ նաև այլ ուժեր կարող են տեղակայվել։ Եվ դա Հայաստանի համար լուրջ խնդիրներ կարող է ստեղծվի։ Այսինքն մենք որ ասում ենք, գիտեք, այն որ դուք թռի բռի sense բաներ եք անում, դեռևս 21 թվականին, որ ասում եք, դե ինչ կա ռուսները թող լինեն Ղարաբաղում, իսկ սոտ խոզնավարում թող այլ երկրներ լինեն։ Հայաստանը կարող եք դարձնել տիտանների մարտադաշտ, իսկ դա Հայաստանի համար լուրջ Հայաստանը ամբողջապես վերահսկելու եւ այս դեպքում մեղվում է բոլոր այդ խնդիրները։ Ահա։ Ժողովուրդ, հասկանում եմ։ Հիմա այս տեքստը որ կարդում եք, երևում է, չէ՞ որ ինչ որ գրված է եղել, հետո մի բան ավելացված է եղել եւ ամենայն հավանականությամբ ինքնիշխանությունը հենց այն որ Հայաստանը գրել է։ Որովհետեւ մյուս խնդիրը ամբողջապես այս հարցն է, չէ՞ որ անընդհատ վեճի առարկա է դառնում նաև Ադրբեջանի կողմից։ Հիմա այսինքն այս հարցը կարող եք ասել, որ ամբողջապես լուծվում է։ Չէ, չեն կարող ասել, որովհետև 3 կողմ է, այս 3 կողմ է ստեղ ներգրաված, ընդ որում չմոռանանք, որ այն մյուս 2 կողմերին ամերիկյան կողմը նախագահ Թրամփի խոստովանությամբ ուժով է բերել նստացել եւ այս թուղթը ստորագրել տվել։ Նեթանյահուի հետ վերջի հանդիպմանը դեկտեմբերին, չէ, Մարալագոյին ինչ ասեց, ասես չէին ուզում 2% մաքսատուրք դրեցի, եկան ստորագրեցի։ Այնպես որ եթե այդքան շատ լավ թուղթ լիներ, ինչի էր պետք ստիպել, որպեսզի հայկական կողմը գար ստորագրել։ Մյուսը էլ եմ ասում, գործելու է այլ իրավական ռեժիմ, որը Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում է ենթադրում։ Մնացած հարցերը դրանից են բխում։ Հարցեր եք տալիս, որը ես չեմ կարող իմանալ, որովհետև դրանք գաղտնի բանակցություններ են։ Թրիփի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու։ Այս մասին ճեպազրույցում ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Պատգամավորը շեշտել է, որ անկախ մասնաբաժնից Հայաստանի համար կարևոր բոլոր հարցերում Հայաստանն ունի որոշիչ ձայն։ Հարցին ինչու է Ալիևն ասում, թե դա Զանգեզուրի միջանցք է, Խանդանյանը պատասխանել է, որ դա հարգալից չէ Միացյալ Նահանգների նկատմամբ, որովհետև Հայաստանի այդ ստեղծվելիք ենթակառուցվածքը նախագիծն ունի հստակ անուն միջազգային լեգիտիմություն ունեցող անուն։ Պատգամավորը հորդորում է բոլոր գործընկերներին օգտագործել TRIP անվանումը։ Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերում Հայաստանը ունի որոշիչ ձայն։ Այսինքն TRIP ընկերությունը երբ որ ձևավորվի եւ որ կանոնադրությունը նաեւ ընդունվի, այնտեղ հստակ ամրագրվելու է, որ մի շարք հարցերում եւ ենթադրում եմ, որ կանոնադրությամբ այդ հարցերը արդեն իսկ կնշվեն, Հայաստանը ունենալու է որոշիչ ձայնի իրավունք։ Գիտեք, մենք ունենք ենթակառուցվածքներ, որոնք կոնստիտուցիոն պայմանագրերով կամ այլ կերպով այլ ընկերությունների կողմից են, այլ պետություններ ներկայացնող ընկերությունների կողմից են շահագործվում, այնտեղ Հայաստանի կառավարությունը որևէ մասնաբաժին չունի, օրինակ Արևկովկասյան երկաթուղիները։ Այստեղ մենք ունենք 26%-ի մասնաբաժին, ինչը նշանակում է, որ նաև ընկերության գեներացված շահույթների համապատասխան բաժին այդ տոկոսային բաշխվածությունը Հայաստանի Հանրապետությանն է լինելու, գումարած դրան բնականաբար Հայաստանը ստանալու է բոլոր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր տուրքերը, մաքսային վճարումները եւ այլն։ Տեքստում հստակ գրված է, որ Հայաստանի սահմանապահ եւ մաքսային ծառայության ներկայացուցիչները իրենց լիազորություններից բխող
գործունեություն են իրականացնելու եւ ներկա են լինելու ամբողջ ենթակառուցվածքի վրա եւ համապատասխան վայրերում։ Իսկ ինչ վերաբերվում է բնականաբար այնտեղ շատ մի նախադասություն կա, որը ըստ թվում է բոլոր նման մտահոգությունները փարատում է, ասում է սահմանային եւ մաքսային ծառայությունների Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը անքննարկելի եւ բացարձակ է սահմանային եւ մաքսային հսկողության վրա։ Ես կարծում եմ այս նախադասությունը ամբողջությամբ այդ մտահոգությունը, եթե դա մտահոգություն էր, լուծելու է, բայց նաեւ այստեղ գիտեք ինչ հարց կա, քանի որ սա հիմնականում սա միջազգային տրանզիտ երթուղու մաս է։ Այստեղ շատ կարևոր է այդ երթուղու արագությունը եւ արդյունավետությունը, եւ այս տեսանկյունից է, որ անընդհատ մենք խոսել եւ նաեւ այս նախագծով այս փաստաթղթով երևում է, որ մենք այսինքն TRIP զարգացման ընկերությունը փորձելու է հնարավորինս արագ եւ արդյունավետ անցում ապահովել Հայաստանի տարածքում եւ դրա համար է նաեւ նախատեսված front office, back office աշխատանքի այս տարբերակը, նորամուծությունը, որը չկա Հայաստանի մյուս սահմանային ենթակառուցվածքներում, օրինակ Վրաստանի այդ սահմանին, բայց դա չի նշանակում, որ դա վատ գաղափար է, ընդհակառակը գուցե այս փորձը նաեւ մեզ օգնի մյուս մեր սահմանային ենթակառուցվածքներում նման մոդելի անցմանը, բայց սա արդեն հետագայի հարց է։ Այժմ մեկ ցավալի լուր առավոտյան 9-ի սահմաններում հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության Էնզորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի մարմինը հրազենային վնասվածքով։ Այդ մասին հայտնում են Պաշտպանական գերատեսչությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի հարազատներին ու ծառայակիցներին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ, Իրանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումները, նշել է նախարարությունը առանց մանրամասներ հաղորդելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գործընկերների դեմ մաքսատուրքերը ուժի մեջ են մտել։ Թրամփի խոսքերը մեջ բերել է ԱՄՆ պետքարտուղարությունը X միկրոբլոգում, տարածելով նրա համապատասխան ելույթի տեսանյութը։ Եվ ի դեպ բոլոր իրանցի հայրենասերներին շարունակեք բողոքել։ Դուք տեսաք, որ ես Իրանի հետ բիզնես վարող յուրաքանչյուրի նկատմամբ սահմանեցի մաքսատուրքեր, որոնք ուժի մեջ են մտել այսօր, եւ ես ասում եմ դարձրեք Իրանը կրկին հզոր, ասել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նրա խոսքով իր վարչակազմը դիտարկում է մի քանի տարբերակ, այդ թվում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը ի պատասխան երկրում շարունակվող ցույցերի ճնշման։ Երեքշաբթի իրանցի պաշտոնյան Ռոթերսին հայտնել է, որ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մահացել է մոտ 2000 մարդ։ Նա ասել է, որ այդ թիվը ներառում է ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ անվտանգության ուժերին։ BBC-ն ներկայումս չի կարողացել ստուգել այդ պնդումները, քանի որ արտասահմանյան լրատվամիջոցներին, այդ թվում BBC-ին, արգելված է աշխատել Իրանում։ Որոշ լրատվամիջոցների թույլատրվել է գործել խիստ սահմանափակումներով։ Ավելին, Իրանի իշխանություններն ամբողջությամբ անջատել են համացանցը երկրում։ Երեքշաբթի ԶԼՄ-ները հրապարակել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Նա կոչ էր արել իրանցիներին շարունակել բողոքի ցույցերը եւ վստահեցրել է առանց մանրամասնելու, որ օգնությունը ճանապարհին է։ Իր հերթին Իրանի աքսորված թագաժառանգ Ռեզա Փահլավին ցուցարարներին եւ զինվորականներին կոչ է արել պայքարել Իրանի իշխող վարչակարգի դեմ, հայտարարելով, որ միջազգային ուշադրությունն այժմ վերածվում է իրական գործողությունների։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի Սպիտակ տանը կհանդիպեն Դանիայի եւ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արկտիկական կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկության հետ կապված մտահոգությունների աճի ֆոնին։ ԱՄՆ-ի, Դանիայի եւ Գրենլանդիայի միջև լարվածությունը սրվեց հունվարին, երբ Դոնալդ Թրամփը վերահաստատեց Գրենլանդիան ձեռք բերելու հարցում համաձայնության հասնելու իր ցանկությունը։ Ավելի վաղ Գրենլանդիայի վարչապետը հայտարարել էր, որ Գրենլանդիան չի ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս եւ որ կղզին ընտրում է Դանիան։ Վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն էլ ավելի վաղ հիշեցրել էր, որ Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ զգուշացրել էր, որ ռազմական ուժի կիրառումը կփլուզի Հյուսիսատլանտյան դաշինքը։
Եվ այսպես Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են երասխ սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ Նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղեկացմամբ կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ։ Հայ գերիների ու սիրիացի վարձկանների վերադարձը միմյանց հետ կապ չունեն, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն է հայտարարել։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են եւ աշխատում են Սիրիայի հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս որոշումն ավելի բարենպաստ միջավայր կստեղծի հայ համայնքի համար։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաեւ պարգևավճարների մասին հարցին։ Արդյոք պետության համար հույժ կարևոր աշխատանք են կատարել նախարարները, փոխնախարարները, վարչության ու բաժնի պետերը, որ նրանց պետական բյուջեից են հատկացվել պարգևավճարներ։ Այս ամենի արդյունքում պետական կառավարման համակարգի աշխատանքը պիտի դառնա եւ դառնում է ավելի արդյունավետ եւ պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջնային շահառուները թոշակառուներն են, սոցիալական խոցելի խավերը, որոնք, ինչպես տեսնում եք, շատ երկար ժամանակ ցածր եւ ծրարով աշխատավարձ ստանալու պայմաններում այնպես չի, որ շատ բան փոխվել է։ Այս օրինակ մեր ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր ժամանակին եղել են իշխանություն եւ դա արձանագրված է բազմաթիվ քրեական գործերով, այդ թվում երկրի ղեկավարի ընտանիքի անդամից ծրարով աշխատավարձ են ստանալիս եղել։ Եվ դա կոռուպցիոն երևույթ է։ Մյուս կողմից մնացած բոլոր հիմնավորումները ես կարծում եմ, որ այո, այդ որոշումը անհրաժեշտ էր կայացնել, այդ թվում պետությունը եւ պետական ինստիտուտները ուժեղացնելու մեր ռազմավարության շրջանակներում, ինչ վերաբերվում է ինձ, նախկինում ես այդ համակարգից երբեք չեմ օգտվել, բայց սա այն դեպքն է, երբ որ մենք ինստիտուցիոնալ համակարգ ենք ներդնում եւ սա, եթե նախկինում եղել է այդ ամենը վարչապետի որոշմամբ, հիմա մենք ներդրում ենք մի համակարգ, որը առաջին պիլոտային շրջանը անցնելուց հետո պետք է այդ թվում օրենսդրական ամրագրում ստանա եւ այս դեպքում մենք խոսում ենք պետական ինստիտուտի կայացման մասին, հետեւաբար պետական ինստիտուտը եւ պետական ինստիտուտը պետք է իր տրամաբանությամբ գործի եւ բրգաձև է տրամաբանությունը պետքա գործի։ Հաջորդ գործոնն այն է, որ այս համակարգը թույլ է տալու, որպեսզի պետական համակարգում աշխատողների նկատմամբ ցուցաբերվի անհատական վերաբերմունք եւ այդ թվում գերատեսչությունների ղեկավարները աշխատանքը եւ ժամանակը առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն ունենան, առավել արդյունավետ աշխատողներին կարողանան խրախուսել պատշաճ ձևով եւ պակաս արդյունավետ աշխատողներին չխրախուսեն կամ խրախուսեն իրենց աշխատանքի համապատասխան։ Ես ինքս ինձ չեմ պարգևատրել պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Այդ համակարգով 1.5 միլիոն դրամի վարձատրություն եմ ստացել։ Շարունակենք Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էլջեքջյանը զինվորական քննչական վարչությունում էր։ Լրագրողների հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է մանրամասներ հայտնել, նշել, որ Էլջեքջյանը լիովին առողջ է, որևէ խնդիր չունի։ Քննչական վարչությունում պետք է ընդհանցակարգային գործողություններ կատարվեն։ Կոմիտեից հայտնել են, որ Հայաստան վերադարձված անձանց թեմայի նրբությունը հաշվի առնելով ԶԼՄ-ների հարցադրումների վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ չեն կարող։ Մենք նոր եկանք գոսպիտալ, որտեղ որ ստուգվել է եւ պարզվել է, որ ամբողջությամբ առողջ է Վիգենը եւ այժմ նա գտնվում է քննչական կոմիտեյում, քննչական կոմիտեի զինվորական մասնաճյուղում։ Մենք 10 րոպե առաջ է տեղափոխվել այստեղից։ Հիմա կուղևորվենք, որտեղ նա կհանդիպի իր ամուսնուն, այսքանը կարող եմ ասել։ Քննչականում գործողություններ պետք է արվեն, որոնք ընդհանցակարգային են։ Տեսակցել եք նրան քայլում է ինքը ամբողջությամբ առողջ է, հոսպիտալի տնօրենը ասեց, որ ամբողջությամբ առողջ է, ստուգվել է, որևէ ստացիոնար բուժման կարիք չունի,
այո, քայլում է եւ ամբողջությամբ առողջ է։ Այո, առողջական որևէ խնդիր չունի, սակայն 10 րոպե ուշացանք չհասցրեց կնոջը հանդիպել։ Հիմա մենք կուղևորվենք որտեղ կհանդիպեն նրանք։ Այսքանն է։ Գերությունից վերադարձած Վագիվ Խաչատրյանի Նոր Քմարաշ բժշկական կենտրոնում նախորդին տեսակցել է առողջապահության նախարարը։ Լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանն ասել է, որ Խաչատրյանը պինդ է, տրամադրությունը լավ է։ Քրոնիկ վիճակի հետ կապված հետագա բուժումը կպլանավորվի եւ կիրականացվի։ Այս պահին ամեն ինչ լավ է, ամենակարևորը, որ մասնագետների հսկողության տակ է։ Ասել է, որ Հայաստանում է, ուրեմն լավ է։ Կարիք կա հավելյալ հետազոտություններ անցկացնելու, քրոնիկ վիճակի հետ կապված բուժման ուրեմն ընթացքը կպլանավորվի եւ կիրականացվի եւ ամեն ինչ լավ է, այս պահին ամեն ինչ լավ է։ Վատացել էր ադրբեջանական բանտում, այնտեղ էլ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Մենք գոնե նախնական, չգիտենք ինչ վիճակում է գտնվում եւ ի վերջո այնտեղ որևէ վիրահատական միջամտություն եղել է թե չէ, որովհետեւ ինքը հենց այն ճանապարհին էր գերեվարվել, երբ որ ուզում էր գալ այստեղ վիրահատվեր։ Նախ ես ձեզ ասեմ, մենք չենք պատրաստվում ամբողջ բժշկական տեղեկատվությունը կարծում եմ կարիք չկա հրապարակելու, այս պահին կբավարարվենք այսքանով, պարոն Ադամյանը եւս մի քանի բառ հիմա կավելացնի, ամենակարևորը, որ հիմա մեր մասնագետների հսկողության տակ, նորից կրկնում եմ, նրա վիճակը այս պահին իր քրոնիկ վիճակի հետ կապված նորմալ վիճակում է։ Խոսում է, շփվում է։ Խոսեցինք, շփվեցինք եւ նորից եմ կրկնում տրամադրությունը լավ է, վիճակը լավ է։ Պատմեց հայրենիք վերադարձ։ Ասեցի, երջանիկ է, ուրախ է եւ իր խոսքերն էին, որ Հայաստանում եմ, լավ եմ։ Բոլոր գերիները պետք է վերադառնան, ազգային ժողովի նախագահը վստահ է, ժամանակի հարց է։ Գործընթացը չի երևում, բայց անընդհատ իրականացվում է, ասել է Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում։ Խոսքը միայն գերիների մասին չէ, մշտապես խոսում են նաև անհետ կորածների մասին, եւ այդ գործընթացն ավարտվելու է այն ժամանակ, երբ մեր հայրենակիցներից որևէ մեկն այլևս այնտեղ չմնա։ Մեզ համար տարբերություն չկա, բոլորը պետք է վերադառնան, դա ժամանակի հարց է։ Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի մասին, արձագանքել Հայկ Սարգսյանի ցանկում չընդգրկվելուն։ Ես ցավում եմ, որ իր գնահատականը այդպեսին է, իրեն շատ մանրամասն ներկայացվել է պատճառը, ինչպես նաև բոլոր մնացածին, ասեմ, բոլոր մնացածին նույնիսկ չի ներկայացվել, ոնց որ Իրանա ներկայացվել որպես գործընկեր, եւ ցավում եմ, որ ինքը նույնիսկ այդքան ներկայացնելուց հետո հիմա պնդում է անում, որ ինքը չի հասկացել։ Այդքան լուրջ պատճառներ։ Տեսեք, դե չեմ պատրաստվում որևիցե գնահատական տալ, եթե լուրջ չլիներ, եթե դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի, հա։ Այսինքն դուք որպես հիմք ինչ եք ընդունել, նա հանրային տեսանկյունից այլևս ընդունելի չի, նրա կապերը օրինակ ենթամշակույթի քրեական։ Ուրեմն ես որևիցե մեկնաբանություն, իմ հետ կապված խնդիր չկա, այսինքն իմ հետ կապված որևիցե խնդիր չկա, ես հասկանում եմ, որ ով երբ որտեղ որ ժամանակահատվածում իրան ինչ հարցնում է, փորձում է իմ հետ կապված ինչ-որ խնդիր գտնի, ինքն էլ ցավոք սրտի չի ասում, որ չէ, դա չի խնդիրը, հույս ունեմ կնայի այս հարցազրույցը եւ Դուք չեք պատճառը մի խոսքով։ Լսեք, ես չէի կարող այդ պատճառը լինել եւ ես ընդհանրապես պատճառ չէի 6 տարի ով ինչ հարցեր ասում, բուկմեկերական գրասենյակները ես 1 միլիարդ 500 միլիոն դոլար փող եմ բերել, բայց դա որևիցե կապ չունի այն ամեն ինչի հետ, ինչ որ տեղի է ունեցել։ Իրան հարցրեք, եթե ինքը կուզենա մեկնաբանի, ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ անելու, վարչության որոշումները հրապարակային են, իրեն էլ շատ լավ բացատրվել է, ցավում եմ, եթե ինքը չի հասկացել ինչի մասին է խոսքը, թերևս երևի դա եւս նույն խնդիրներից մեկն է, որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Ավելի վաղ պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր իր մերժմանը, նշել, որ իրեն որևէ հիմնավորում չներկայացնելով ԿՊ կուսակցությունը մերժել է, ինքը բողոքարկել է վարչության որոշումը, ապա հրավիրել են վարչության նիստի եւ իր համար որևէ ընդունելի պատճառաբանություն կամ ընդհանրապես պատճառաբանություն, որն ինքը համարում է օբյեկտիվ, չի ներկայացվել։ Դիմումը մերժվել է եւ ինքն առաջիկայում չի կարող իրացնել իրավունքը որպես կուսակցական եւ լինել ցուցակում, որպեսզի կուսակցականները որոշեն լինի ազգային ժողովում, թե ոչ։ Կուսակցությունը որդեգրել է քաղաքականություն, որ պետք է լինի թափանցիկություն, հավասարություն եւ պետք է լինի բոլոր կուսակցականների համար թափանցիկ գործընթացը, ցավոք սրտի բազմաթիվ կուսակցական իմ ընկերներ տարակուսանք են հայտնում, որ իրենք տեղեկացված չեն, թե ես ինչու չեմ
ինչու թույլ չի տրվել, որպեսզի ես ընդգրկվեմ ցուցակում։ Ես առաջիկայի ընտրություններում, եթե որևէ բան չփոխվի, այսինքն եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, օրինակ վարչության նիստ չանեն ու որոշեն, որ չէ, Հայկի նկատմամբ սխալ են, կարեք եք ընդգրկենք, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագրի կուսակցության նախընտրական ցուցակում, ասեմ որ նաև նման ցանկություն չունեմ անգամ բողոքարկումս չընդունելուց հետո լինել նախընտրական ցուցակում։ Ցուցակ կլինեք մասնակցեք։ Ես արդեն պատասխանեցի հարցին։ Մնալու եք որպես ԿՊ Ես մինչև 2026 թվականի նոր ընտրությունները ավարտը եւ գումարվի հաջորդ խորհրդարանային 9-րդ գումարումը, դա մոտավորապես կլինի 2026 թվականի սեպտեմբերին, շարունակել եմ իմ լիազորությունների սահմաններում աշխատել եւ իրացնել բոլոր այն նպատակները, որ ունի մեր կուսակցությունը։ Սամվել Կարապետյանը կրկին կկալանավորվի, վերաքննիչ դատարանը փոխել է խափանման միջոցը։ Հակակոռուպցիոն դատարանի տեղեկացմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք 2 ամսով։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն է մեկնաբանել լրագրող Վլադիմիր Սոլովյովի արտահայտած այն միտքը, թե Ռուսաստանը պետք է դիտարկի Հայաստանում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը, որպեսզի նրանք դուրս չգան ռուսական ազդեցության գոտուց։ Մարիա Զախարովայի խոսքով դա ընդհանրապես լրագրողի կարծիք է։ Սոլովյովը նման կարծիք է հայտնել իր մասնավոր ալիքով եւ նա չի արել հայտարարություն, այլ իր անձնական կարծիքը ձևակերպել է հարցի տեսքով։ Զախարովան նշել է, որ այդ մեկնաբանությունները հետագայում ներկայացվել են որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում, ինչն անընդունելի է։ Նրա խոսքով Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվում է լիազորված պաշտոնական անձանց կողմից, եւ այդ դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է տարբեր հանդիպումներում եւ հարթակներում։ Մեր երկիրը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ժողովուրդների հետ պատմականորեն կապում են բարիդրացիության, ռազմավարական գործընկերության, դաշնակցության, եղբայրական բարեկամության, համագործակցության հարաբերությունները, նշել է պաշտոնյան, կոչ անելով չտրվել սադրանքների։